Բարև սիրելի հետևորդներ, Արդար Հայերեն կայքի շրջանակում այսօր երկրորդ հաղորդումն է Հայոց աշխարհաժողով հաղորդաշարի։ Մեր հյուրն է Էդգար Մակարյանը։ Էդգար ջան, այսօր մենք ուզում ենք օրվա թեմաներից հետ չմնենք, գիտենք ինչ է կատարվում այսօր մեր եկեղեցու շուրջը, գիտենք ինչպիսի բռնությունների են ենթարկվում մեր եկեղեցականները կազմակերպված, մասնավորապես հողանավանքում, գիտենք ինչպես է կարգադրված եղած քահանան ուրեմն գնում 18 թվականի հեղափոխության, այսպես ասած, հետքերով, նույն տեխնոլոգիաներով տարբերելով, նույն դասատուների ուրեմն թելադրանքով, այդ ամեն ինչը եկանակին հետև, բայց նաև ակարդացին լինում ինչ-որ զարթոնքի իրական հավատացյալ հայ ժողովրդի կողմից, եւ ովքեր որ տեսնում են եւ արդեն չեն դնում, մասնակցում են։ Եվ մասնավորապես մենք ուրեմն ականատես եղանք, որ կարգայնուց քահանան Ստեփան Մասատյանը փորձում էր բոլոր օրենքները խախտելով ոչ օրինական սարդարության ծես կատարել եկեղեցում, ինչին խոչընդոտեցին ոչ թե ասեք ինչ-որ ուժով է այլ ուղղակի Փեսայի հայրը եւ այնտեղ մեր դերխաղացին ինվիջիալոս մեր դրագողները, ովքեր հուշեցին, մարդիկ տեղյակ չեն, մեզ թվում է թե բոլորը ամբողջ օրը նայում են ուրեմն հեռուստացույց կամ սոցցանցերի մեջ, այո, կան մարդիկ, որոնք հետաքրքրված չեն նայում եւ տեղեկանալով ինչ է կատարվում, Փեսայի հայրը հրաժարվեց, որպեսզի կարգադրուց քաղաքականան կատարի այդ արարողությունը։ Խնդրեմ ձեր մեկնաբանություն։ Շնորհակալություն, նախարարի արշավ, թույլ տվեք շնորհավորել ձեզ Արդար Հայերեն կայքի եթերը հարստացնելով մի նոր հաղորդաշարով, որը անվանել եք Հայոց աշխարհաժողով, բարի եթեր մաղթենք Հայոց աշխարհաժողովին, կարծում եմ այն ոչ միայն հրատապ թեմաներ կբարձրացնի եթերում, այլ ամենակարևորը այս կծառայի իր բուն անվանմանը Հայոց աշխարհաժողովին բացատրելու համար մեր հասարակությանը ընդհանրապես ինչ է աշխարհաժողովային կառավարման մոդելը եւ որը կարող է հանդիսանալ հենց այսօրվա փոփոխությունների համար հիմնական ապագայի մեր արդարապետությունը կերտելու համար աշխարհաժողովային կառավարման մոդելը դնելու հիմքում ի տարբերություն ներկայիս արդեն իրար սպառող արևմտյան ժողովրդավարության։ Սա որպես նախաբան եւ որպես շնորհավորություն։ Շնորհակալություն այսօր ինձ հրավիրելու համար։ Այն թեման, որ բարձրացնում եք շատ կարևոր է եւ այսօր ամենահրատապ թեման է։ Ես անշուշտ կանդրադառնամ այն դերվագին, ինչի մասին դուք խոսում եք, հենց երեկվա հողանավանքի դեպքերին եւ սիմվոլիկ առումով ցույց տալու համար, թե ինչպես նախախնամությունը անկախ իրավիճակից, անկախ հանգամանքներից տվեց հարցի ճշգրիտ լուծման բանալին կոդերով, ես խոսամ կոդերի մասին, բայց հիմա թույլ տվեք մի փոքր ավելի հեռվից գալու, քանի որ նշեցի, որ 18 թվականի այդ կեղծ հեղափոխության հետքերով են գնում նրա այսօրվա հետևորդները, ուրեմն շատ կարևոր հարց է առաջանում, բանալ այս ամեն ինչի խորքային պատճառները որտեղ են թաղված։ Եվ այս առումով պետք է ասեմ, որ հենց կապված թե որոնք են այս եկեղեցուն հալածող գործընթացների խորքային պատճառները նույն Արդար Հայերեն կայքի եթերում մեկ այլ հաղորդման շրջանակներում, ինչ այլ հաղորդման շրջանակներում ես պատասխանեցի արդեն կապված Միքայել Սրբազանի ձերբակալության հետ կապված, որոնք նույն թեմայի, նույն դրամաբանության մեջ եւ բաժանեցի 4-5 շերտերի։ Առաջին շերտը դա ներքաղաքականն է, երկրորդ շերտը աշխարհաքաղաքականն է, երրորդ շերտը դա կրոնական հոգևոր շերտն է, չորրորդ շերտը քաղաքակրթական արժեքային է եւ կա նաեւ սրա 5-րդ շերտը մետապատմական, որտեղ տեղ ունենում չար ու բարու պայքարը։ Այսինքն եթե մա խոսքը գնա հենց առաջին շերտից բարձրացնենք, թե ինչու է այսօրվա քաղաքական իշխանությունները կամ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած թուրք ադրբեջանական այսպես դիվերսիոն հաբեկչական խումբը այս քարտեզում շատ պարզ է, որովհետև դիմաց ընտրություններ են եւ այդ ընտրություններում հաղթանակ տանելու եւ իրենց սեր ծրագրեր իրականացնելու կեղծ հեղափոխության շարունակականությունը դրա չար հետևանքները շարունակելու համար նրանք պետք է կարողանան իշխանության վերարտադրություն կազմակերպեն, իսկ դրա համար պետք է նախորդ չեզոքացնել բոլոր հնարավոր դիմադրության օջախները, կազմակերպությունները եւ նաեւ անհատներին։ Այս առումով հայոց առաքելությունը այո։ Եվ այս առումով ամենաառաջնային թիրախը
հանդիսանում է հայոց առաքելական եկեղեցին, որտեղ այն արժեքային կառույց է, այն ավանդական կառույց է, այն ինքնության արժեքները կրող կառույց է, հետևաբար իրենց համար առաջնային թիրախը հանդիսանում է հայոց առաքելական եկեղեցին եւ նրա առաջնային դերակատար դերքերը, ինչպես օրինակ Միքայել Սրբազանը եւ այլն։ Եկեք հստակեցնենք, որ անձերը մի կողմ դրած, ով է այսօր Կաթողիկոսը, ով է Միքայել Սրբազանը, ով է Բաղդատ Սրբազանը, ով է մնացածը։ Եկեք ասենք, որ այսօր պայքարը գնում է ոչ թե անձերի, այլ հենց հատուկ եկեղեցու։ Եվ տեսեք, երեք այդ նախկին քահանան ինչի էր գործում։ Նա մանախ չէ, միապետ է։ Հայոց 9-րդ աստիճանի նվիրապետական աթոռի դեմ է։ Ուզում են վերացնել, քանի որ միակ ձևը աշխարհում ընդունված նվիրապետական աթոռի, այսինքն արքայական գահի, որ դեռ մենք ունենք, դեռևս մնացել է դա Հայաստանում եւ ընդունված է ամբողջ աշխարհում։ Որպեսզի այդ աթոռից զրկեն, ինչպես ռուսական ցարին զրկեցին, ինչպես ֆրանսիական թագավորին զրկեցին, պետք է այսպես կոչված ժողովուրդը նրան գահին կեցանի։ Այլապես եթե նրան գնդակահարեն, եթե նրան դատեն, մենք չենք կոչվում այդ նվիրապետական աթոռը։ Փորձ եղավ, խեղդեցին Խորեն Մուրադբեկյանին, բայց հայոց առաքելական եկեղեցին շարունակեց եւ իբարը սիրել, հետո բավականին բարգավաճեց հատկապես հետանկախության շրջանում։ Հիմա այս առումով ճիշտ է, բայց դա արդեն իմ ասած պատճառն է երրորդ շերտը, կրոնական քաղաքականություն։ Այս առումով կա աշխարհաքաղաքական շերտ, իսկ աշխարհաքաղաքական շերտը շատ հստակ է, որ տարածաշրջանում ճարտարապետվում են հատուկ նախագծեր եւ այդ նախագծերում առաջին հարցը Հայաստանի Հանրապետությունը իր արժեքային բովանդակությամբ ինքնությամբ պետք է ոչնչացվի եւ դառնա կամ ընդհանրապես վերանա, ինչպես Լուծարնի, ինչպես Արցախի Հանրապետությունը լուծերեցին, կամ եթե որոշակի առումով այսպես ֆիկտիվ մնա, ապա ամբողջությամբ թույլ կադրբեջանական յետակայության տակ որպես հայկական ռեզերվացիա։ Ինչին հիմա այսօր ամբողջությամբ լծված է Հայաստանում իշխանությունը զավթած ադրբեջանական խումբը, որը իրենց պրոյեկտն անվանում են 4-րդ հանրապետությունը, բայց դա իրական արևմտյան Ադրբեջանի պրոյեկտն է։ Այսինքն այս առումով շատ հստակ է, որ դրված է այդ խնդիրը եւ մենք տեսնում ենք մեսիջները այնտեղից իր այսպես ազգակիցը ազգանունի Փաշազադեն ինչ ասում է, նույն տրամաբանությամբ Փաշինյան Զադեն կրկնում է այստեղ։ Այսինքն դա ամբողջական սցենարը երևում է եւ պատահական չէ որ թուրքերը իրենց ռազմավարական ծրագրերում նշել են, որ հայկական խնդիրը լուծելու համար երկու կարևոր ինստիտուտ պետք է վերացնել։ Առաջին հայոց առաքելական եկեղեցին, որ ունի ավանդականություն, ունի ինստիտուցիոնալություն, ունի հստակ կառավարման ձեր ասած նվիրապետական համակարգ, այսինքն իր սուբյեկտայնության մակարդակով ինքը ամենաբարձրն է։ Եվ մյուսը, որը թիրախավորված է, Սփյուռքն է, բայց ի տարբերություն եկեղեցու Սփյուռքը ինստիտուցիոնալ կառույց չէ, շատ տարալուծված է, շատ տարաբևեռ է եւ միասեր չէ եւ այդպես միակերպոններ չի ղեկավարում։ Ավելի նրա կառավարման եւ գործունեության հիմքում շատ կարևոր է եկեղեցու ցանցային դերակատարությունը։ Հետևաբար հարվածելով եկեղեցուն, որը ժամանակ չի ճանաչում, այսինքն ժամանակի մեջ հարակայուն է 1700 տարին դա է ցույց տալիս։ Հետևաբար եթե կարողանում են նրան այսպես թիրախավորված ոչնչացնել, ապա Սփյուռքը ժամանակի մեջ տարանուցվող է, ի տարբերություն եկեղեցու։ Հետևաբար հարվածելով եկեղեցուն, մեքենայում հարվածվում է նաև Սփյուռքը եւ այն ժամանակի մեջ կարող է տարանուցվել։ Այսինքն իրենց ռազմավարական երկու կարևորագույն խնդիրները հայության հետ կապված դրված իրենք լուծում են։ Իսկ սա աշխարհաքաղաքական առում։ Հիմա գալիս եմ արդեն դեր ասած հոգեվորը, որը նաև բխում է աշխարհաքաղաքական շատ ավելի լայն շրջանակներից եւ հերարախային ապացույցը թերևս այս ամեն ինչի այսպես կամակատարը հենց մի քանի օր առաջ Հռոմում, Վատիկանում, Հռոմի այսպես կաթոլիկ եկեղեցու ձեռքից հաղորդակցություն նա կարծես թե գնաց կնիքն ընդունեց, որ ինքը արդեն այնտեղից այդ կնիքով է վերադառնում իր սերգործը կատարելու համար։ Իսկ այդպիսի սերգործը կաթոլիկ եկեղեցին ընդհանրապես հռոմեական եկեղեցին, նույնիսկ բյուզանդիական եկեղեցին խնդիր էին դրել հայկական եկեղեցուն իրենց այսպես ճիրանների մեջ վերցնելու եւ հապատակեցնելու, որը 1700-ամյա այս պատմության ընթացքում նրանց այդպես էլ չի հաջողվեց, բայց հիմա տեսնում են, որ ներքին թշնամու միջոցով դա բավականին իրենց համար դյուրին են դարձել։ Իմիջիայլոց հարցում Բրիտանիայի միապետը գնացել է կաթոլիկների հետ բարեշելու, որտեղ հենց նրանց երկուսին էլ ձեր տալիս մեծ միապետություն։ Սա հենց այդ մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս է, որտեղ մենք այդ պրոյեկտների մեջ ենք, եւ նրանք հստակ այդ ծրագրերը ունեն տասնամյակների կտրվածքով վրաց, մենք տեսնում ենք, որ 18 թվականի կեղծ հեղափոխությունը եւ դրա հեղինակները եւ դրա կատարողները տասնամյակների մեջ էին պատրաստվել։
Այսօր էլ ձեր ասած տեսնելով այդ հետքերով գնացող եկեղեցական որոշ այդպես ասած իրենց քահանահարճակացներին, տեսնում եք թե ինչ նույն տրամաբանության նույն սցենարի մեջ են գործում եւ տեսնում եք որ դրանք նույնպես նույն ձայնագրությունները եւ վստահ եմ որ այդ ձայնագրությունները սրանք պատրաստեն այսպես դուրս սպրդելու որ տասնամյակների կտրվածքով են նախապատրաստվել հենց այս օրվա համար, այսպես հստակ ծրագրավորված, մեթոդաբանորեն այսպես մատ մոդելավորված մի գործընթաց, ինչպես 18 թվական արվեց, նույնն հիմա եկել է սրա շրջափուլ անելու, նույն ձեռագրով, նույն սցենարներով, նույն տրամաբանության մեջ, այդ գունավոր հեղափոխությունների տրամաբանության կատարում, այսպես ամբողջ այդ կրոնակ քաղաքական շերտ է։ Սրա խորքում կա նաև ինչպես ասում ենք արժեքային քաղաքակրթական շերտ է, որովհետև մենք հասկանում ենք, որ հայոց ազգը մեծ առաքելության քաղաքակրթության կրող է եւ մեծ հնարավորություններ ունի քաղաքակրթական այս ճգնաժամային դարաշրջանում իր հայտը ներկայացնել եւ իր փոփոխությունը բերել։ Ինչպես ասում ենք, այդպիսի փոփոխություն հայոց ազգը իր բազմազարամյա կյանքի ընթացքում արել է հայտնահապետով, նույն քրիստոնեության ընդունմամբ, որտեղ այլ ժամանակի քաղաքակրթական ապագա պետությունների մոդելը, ինչպիսի պետք է լինեն ապագա պետությունները եւ ներկայիս քաղաքակրթությունը հենց դրա ժառանգորդն է, Եվրոպա քրիստոնեական Եվրոպան է, որ եկավ հասավ ոնց որ ասած այսօրվա քաղաքակրթական ձեռքբերումներին։ Ավելին, մենք ասում ենք, որ այսօրվա քաղաքակրթական ճգնաժամի մեջ հայությունը ունի խոսք ասելու եւ այդ խոսքը նոր արդարության ուղին առաստված եւ այդպիսի տրամաբանության մեջ ինքը բացելու է նոր քաղաքակրթական էջ եւ պետականակարգությունների նոր էջ, այսինքն դառնալու է այն մոդելը, որով ապագայում բոլոր պետությունները գալու են այս արդարակարգային մոդելին։ 5-րդ աստիճանը մենք անվանում ենք մետապատմական, այսինքն այսպես թե այդպես չարու բարու կռիվը նոր չի սկսել եւ նոր չի որ պետք է ավարտվի, կարծում եմ դեռ երկար կշարունակվի եւ այս առումով այսպես ասած ապոկալիպսիսյան հայտնությունները կամ նկարագրությունները շարունակում են ուժի մեջ մնալ եւ դա ոչ մեկ չի չեղարկել։ Դժվար է ասել, մենք այսօր այդ նկարագրությունների մեջ են, դրանց նախերգանքի մեջ են, թե որ փուլում ենք, էականն այդտեղ չէ, բայց այդ գործընթացները նմանատիպ, այսինքն Քրիստոսի եկեղեցու դեմ այս հալածանքները պետք է գնան, որտեղ վերջին հաշվով չարի ուժերը կարողացել են մոլորակային մասշտաբով գերիշխանություն հասնել եւ այսօր պաշտոնեն դեպս ամբողջ աշխարհում եւ Քրիստոսի խաչելությունը 2000 տարվա այս վաղեմությամբ նրանց սեր գործը շարունակվում է նաեւ Քրիստոսի եկեղեցու հանդեպ։ Եվրոպայում նրանց դա հաջողվել է, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում նույն սցենարով հաջողվում է, տեսնում ենք, որ Մոլդովայում նույն սցենարներով, այսինքն նույն դերակատարով Փառք Աստծո մեր հարևան Վրաստանում պետք է ուրախություն իպատիվ իրենց շեշտեն, որ կարողանում են դեր պայել եւ մենք այդտեղ շատ սովորելու բան ունենք։ Այնտեղ էլ համայնքում էր եկում, կարողացան ժամանակի կանգ առնել, հույսով որ մենք մեր եղբայրներից հյուսային սովորենք անպայման եւ նրանց հետ էստեղ երկար ճանապարհ կանելու այդ բաստիոնը, քրիստոնեական բաստիոնը, որ մնացել է մի հատ Վրաստան, մի հատ Հայաստան այս տարածաշրջանում, պայենք, սա շատ կարեւոր է, այնպես որ այս պատերազմը նոր չի սկսել, մենք պարտավոր ենք այս պատերազմը տանելու իր հաղթական ավարտին։ Այս սրանից հետո նոր կարող ենք անցնել արդեն ձեր ասած երեկվա դեպքերի նկարագրությանը։ Դե վերադառնալով այսպես ասած իմ սկզբնական տված հարցին, նաև ասեմ, որ մի փոքր ավելում անեմ, իշխանությունների գործելագործը արդեն գաղտնիք չէ։ Օրինակ ես չեմ զարմանա, որ պարզվի, որ բոլոր այն քահանաները, որոնք գտնվում են այսօր Հովանավանքում, նրանց Կիրակի օրը կանչեն, ասենք, քննչական կոմիտեի քննության եւ չկանչեն միայն գլխավոր հերոսին։ Ստյոպա Սաֆարյանը։ Ստյոպա Ասատրյանը։ Չնայած նա չէ գլխավոր դերում է ամեն ինչում, բայց չեք զարմանում, չէ՞ որ քննիչները պարզում որ բոլորին Կիրակի օրը կանչել են, որպեսզի ապահովեն ընդդեմ իրենց դաշտը։ Այնքան արդեն պրիմիտիվ են գործում։ Իրենց ուրեմն գործեգավը բոլորին հայտնի եւ փառքած որ դա տեսնում է ժողովուրդը։ Հիմա շարունակենք այդ թեմայով, որ մարդիկ սովորական քաղաքացիները, որոնք գնացել են իրենց ուրախությունը անտեղանելու, շատ են ցավում, որ ստիպված են անցնել այդ բաների միջոցով, դա նրանց երջանիկ օրերից մեկն է, հիշող օրերից մեկն է, չնայած ամբողջ Հայաստանը օրհնեց այդ մարդուն։ Համոզված եմ ամբողջ ես հուսով եմ, որ ամբողջ ողջախոհի հավատացյալ իրական
հայ առաքելական եկեղեցու հետևորդները օրհնեցին ձեր հարսանիքը, այ այսպես ասուի հոր ճիշտ ուրեմն արարքի պատճառով թող օրհնված լինեք, խնդրեմ, ձեր մեկնաբանությունը։ Այո, այստեղ շատ կարևոր անդրադառնալ դիրեկվա դեպքերին, երբ կարող շարունակել ձեր ասածը, որ այդ ձեռագիրը իշխանությունների շատ պարզ է, այնքան պրիմիտիվ ու արդեն պարզունակացված, որ նույնիսկ կարելի է կանխատեսել, թե վաղում են բռնելու, ինչ գործով են բռնելու կամ ասված մի առաջը, բայց մեր դա հասկանալի է, ավելին ասեմ, նույնիսկ արդեն պարզը դառնում, որ նրանք այս տարիներով արդեն նույնիսկ իրենց մեջ տեր արամներին, այդ ասած Ստեփան Ասատյանների ներդրել էին, դե կարող պարզել, նրանք հենց հատուկ ներդրել էին, որ նրանք հատուկ չեմարանում սովորեին, հենց այս ճանապարհն անցնեին, կոմպրոմատներ անշուշտ ունենային նրանց բոլորի վրա, այդ մարդկանց, որ կարողացել են վերբով կանել կամ ներդրել։ Անշուշտ դա իրենց գործակալական ցանցն է։ Ինչպես հենց այն մարդը ու նրանց, որ այսօր որպես գործակալական ցանց օգտագործվում է, ինքն էլ տարիներ առաջ ուրիշների գործակալական ցանցի անդամ է։ Դուք եք նորմալ ես այլ առաջարկել, այսօր ամբողջ ուրեմն այս դերի մամուլի վերաբերումը դարձել է ամբողջ ուրեմն անվտանգության ծառայության բանի հրամայող հասկանում եք, դա ինչի համար է օգտագործվում։ Եվ ասում եմ, որ Բրիտանիայից հատուկ միջոցների եւ մասնագետներ են եկել, բոլորին են լսում, ժողովուրդ բոլորին են լսում եւ բոլորին են հետեւում, որտեղ նա դերի մամուլի լրացուցիչ սկանդալապաշտ եւ ասեմ դες չի բացառվում, որ նույն Ստեփան Ասատյանի վրա այնպիսի կոմպրոմատ ունենան, որտեղ ես իրան ճանաչում եմ, իմ աղջկա փսակադրությունը նա է արել եւ նա է ժամանակ լրիվ հակառակն էր խոսում էր այս իշխանության դեմ եւ ավել ես այդպես եմ ընտրել քահանային ես չեմ ուզենա որ ինչ որ մի այս իշխանությունը սատարող քահանա իմ աղջկաց փսակադրություն աներ նրա դիրքորոշումը լրիվ ուրիշ է այսինքն չի բացառում որոշ դերից ները չնայած նրա դասընկերները պատմում են էությունով ինչպեսի ճշտի մեությունով ունեցել բայց հնարավոր է այդ կոմպրոմատը դա ձեր ասած արդեն փաստում է որ նույն ձեռագիրն է որտեղ այսօրվա իշխանություն գրավվածն ժամանակի լավ ընդդիմադիր է դա ուղղակի ժողովրդի սիրաշահելու է դաշնը որտեղ ինքն համախոհների շրջանակն է բայց երբ որ գալիս է դեմքը պատրվելու ժամանակը պատրվում է լավ անցնենք արդեն կարևոր այդ թեմային թե ինչ տեղի ունեցավ երեք ուրեմն երեկվա խորհուրդների մասին եմ ուզում խոսել որ մի քանի կարևոր խորհուրդ տեղ ունեցավ ուրեմն նայեք անգամ ենթադրեք հա այսպես փաստաթղթով ներկայացած բարձրացած հոգեվորականը որ ներկայացնում էր ավելի բարձր խորհրդի կողմից ստացված որոշումը որ բերել ներկայացնելու անգամ այդ գործընթացը արդյունք չտվեց հա մեծ հոգեվորական համարելով այդպես ամբարտավան կեցվածքով այո սպիտակ որոնքով բայց խնդիրն է որ այդ գործընթաց արդյունք չտվեց տվյալ պահի, բայց ինչ արդյունք տվեց, ուրեմն նայեք, մեկ լրագրող, կին լրագրող, որը ոչ, չգիտեմ, քաղաքական ընդդիմության մեծ կարգառում ներկայացրել, ոչ այո, ես անձամբ չճարեմ, երևույթն եմ ասում, ոչ քաղաքական մեծ հզոր, չգիտեմ, ընդդիմադիր դաշտ կար կամ մեծ ֆինանսներով ժողովուրդ կար հավաքված կամ եւ ոչինչ չկար, ինքը միայն է խնդիր դրեց իր համառությամբ, իր հետամուտ լինելու այդ տրամաբանությամբ Եվ հաստատականության, որտեղ տեսան, որ իր հանդեպել է սանդրանքներ անում, ինքը ինչ արեց, ընդհանրապես ճշմարտության խոսքը, նույնիսկ ցածրաձայն, նույնիսկ շշուկով, այսինքն ճշմարտությունը անգամ գոռալու, ճղճղալու խնդիր չունի։ Ընդհանրապես ճշմարտությունը շշուկով փորձեց տեղ հասցնել։ Սա ամենակարևորն է, որտեղ նայեք, մենք խոսում ենք լրագրողի սկանդալապաշտության ձևի մասին, չէ՞։ Այս լրագրողը սկանդալ ման չեկավ, ինքնագովազդի տեղ ման չեկավ, PR-ի տեղ ման չեկավ, նույնիսկ շատ հետևորդներ կամ դիտորդներ ունենու խնդիր չդրեց։ Ընդհանրապես ճշմարտությունը ցածրաձայն շշնջալու խնդիր իրար չդրեց եւ տեղեկացնելու թիրախային մարդկանց։ Ձեր ասած ինքն իր խնդիրը այդտեղ այդ չափով լուծեց։ Հիմա գանք երկրորդ խորհուրդը ինչ տեղի ունեցավ։ Երկրորդ խորհուրդը արդեն հարազատներն են, ծնողները, հիմա պատկերացրեք, ձեր ասած եկել են ուրախության իրենց զավակները, իրենց երջանկության օրն է, բայց մարդկանց մանրաշ վիճակը տեսնում են, չեն իմանում ինչպես սպառվել, ոնց անեն, որն է ճիշտ, բայց փառք Աստծո եւ ի պատիվ իրենց 5-10 րոպե այդ լարված վիճակում կարողացան գալ ճիշտ ակտիվության եւ որոշման եւ կամային գործողության։ Իմիջայլոց բոլոր նրանք, որ սադրում են եւ հայտարարում են, որ ես հարսանիքի տերն եմ եւ այլն,
Ընդհանրապես հարսանիքի հետ կապ չունեն։ Հիմա տեսեք, այսինքն դուրս է գալիս, խնդիրը լուծվեց առաջին ճշմարտության բարձրաձայնումը, այն է շշուկով։ Երկրորդ, հայ մարդու նորից անդրադառնանք, այդ հայ մարդը մեծ օլիգարխ չէր, քաղաքական մեծ դեմք չէր, կուսակցապետ չէր, մեր Արիստոտելի պես սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն եկել էր իր կեցավային առօրյա խնդիրը լուծելու։ Այնտեղ քաղաքական որևէ խնդիր չկար, բայց այդտեղ այո, խնդիր, եւ հիմա կարևոր է գալիս ենք այդտեղ, կար խնդիր լուծելու հստակ, կոնկրետ ընդունություն, որոշում, կամային գործողություն։ Երեք մարդիկ հստակ կամային որոշումը կայացվեցին։ Այո, եւ մենք անում ենք, որ մեր երեխաներին պետք է ուծի, մեր պսակադրությունը պետք է օրհնի քահանա եւ ոչ թե կարգալույց ինքնահռչակ քահանա։ Ըստ կանոնակարգ։ Այո, ըստ կանոնակարգ։ Այսինքն մի պատիվ իրենք հիմա տեսեք, ասեմ երրորդ խորհրդին արդեն։ Երրորդ խորհուրդն այստեղ Տեր Սարգիսն է։ Մինչև այդ Տեր Սարգիսը մոլորված էր, չգիտեր ինչպես է։ Այո, նա սրիկարաբար հետո խապում է, նա սպառնացել է։ Ոնե լավը որ նայես արի։ Այո, Տեր Սարգիսն է, տեսեք հիմա ինքը խոնար կանգնած է, բայց ինչ-որտեղ մանտրաշ, որտեղ ինքը չի կարողանում հասկանալ այս իրավիճակում ինքը ինչ անում։ Այդ կեղծ քահանայի վզից բռնի շպրտի, թե ինչ անում, ինքը կանգնած իրավիճակին նույնպես գերի է մնացել, բայց երբ որ տեսնում ես, որ ճիշտ որոշում է կայացվել եւ այդ պահին, երբ ինքը ընդունում է նորապսակներին, միայն պետք է տեսնել իր դեմքի վրա իջած այդ փառավոր մայրցարությունը, օրհնությունը, որտեղ ինքը հասկացա, որ այս վիճակը հանգուցալուծվեց, այս վիճակի հանգուցալուծման արդյունքում նորապսակները, որոնք անմեղ են եւ գործ ունեն այս ամբողջ գործընթացի հետ, պղծությունից ազատագրվեցին, մեղքի բեռից ազատագրվեցին, եւ իրենց կյանքի այդ նորամուտը, որպես նոր ընտանիք, սիրով կազմված զույգ, փրկվագործվեցին ճիշտ քահանայի, ճիշտ օրհնության, ճիշտ պսակադրության։ Այսինքն տեսեք ոնց է ամբողջանում այս ամեն ինչը ընդհանրապես պարզունակ մարդկային գործողությունների մեջ։ Մեկը իր ճշմարտության խոսքով, մյուսը իր հոգևոր ընտրությամբ, մյուսը իր քահանայական մարդկային խորարությամբ եւ վերջապես չորրորդ խորհուրդը նորապսակները դուք տեսեք այդ աղջիկը տղեկին իրանք էլ չէին հասկանում ինչ է տեղի ունենում այդտեղ եւ իրանք էլ շփոթված էին բայց հանկարծ իրանք սերը որտեղ դա այդքան սիրո խորհուրդ է չէ տանիքը այդ աստծոհությամբ այդ սիրո խորհուրդը վեհացավ ինչպես սա լուծումն է ինչու եմ սա այսքան մանրամասն ասում ես ուզում եմ ասեմ որ անկախ հանգամանքներից անգամ Այս եկեղեցական ամբողջ այս աժոտաժի, հա, այդ կանոնական պրոցեսներից եւ այլն անգամ անդիմադիր դաշի քաղաքական մեծամասշտաբ միտինգներից նախախնամություն ցույց տվեց որտեղ է լուծումը։ Ինքը լուծումն ասեց, ահա մարդկային ձեր ամենապարզ, ամենաչելացող մարդկանց գործողությունների մեջ, ամենափոքրերի գործողությունների մեջ, ճշմարտության խոսքով, հոգևոր ընտրությամբ, խոնարհությամբ եւ ամենակարևորը սիրով։ Սա լուծման բանաձևն է, որ մեզ հուշեց վաղն ինչ անենք։ Բանավայից կարող եք դուք լրացնել, որովհետեւ ես բառացի չեմ հիշի, ցույց գրքում էսպիսի բան կարող ասում, ով իրեն կբարձրացնի դրան ցածր։ Ով առաջինն է, նա վերջին կդառնա, ով վերջինը առաջին։ Չի խորարացնում, չի կարող ուրեմն Ստեփան Ասատրյանի եւ Սարգիսի նա խոնան այնտեղ կանել է, ոչինչ չէր անում, սա իրեն բարձրացել էր արդեն ինքը եւ Աստված նրան դեր շփրտեց եւ ով խոնականած է նրան բարձրացել բայց Աստված դա ոնց է անում հիմա դա դրա համար եմ ես այս բանալիներն ասում Աստված արեց որտեղ մինչ այդ տեսակ ճիշտ քայլեր Եթե այդ ճիշտ քայլերը չուներ, եթե այդ ծնողների ճիշտ ընտրությունը չուներ, չէր դերում, հիմա ինչ ասում, բանաձև, հիմա մենք գալիս ենք ամենակարուն, նա թույլ տվեք ունի տեսեք նրան եւ ձեզ էլ մնացած են ողջախոհ բոլոր հայերին, ովքեր իրենց օրհնությունը տվեցին այդ նորապսական տանիքին եւ իրենց ծնողներին այդ ծնողական ճիշտ պատասխանատվության որոշման համար, սա ծնողական ճիշտ պատասխանատվություն է, որտեղ հետո իրենք էին մեղավորներ, իրենք չէին կարողանում իրենց զավակներին բացատրել, թե ինչ մեղքի տակ դրեցին, բայց ի փառս իրենց եւ նաեւ Աստծո օրհնության նրանք կարողացան ճիշտ ընտրություն կատարել։ Եվ հիմա նախախնամությունը մեզ ասում է, լավ, դուք ինչ եք անելու։ Ես ձեզ բանաձևը տվեցի։ Հիմա տեսեք, կա այսպիսի խնդիր, մենք ինչ ենք անելու վաղը, նույն կիրակի օրը, հաջորդ երկուշաբթի օրը եւ դրանից հետո։ Ըստ այս բանաձևի, տեսեք,
Կա մոտեցում, որ այո, այս պիղծ ռեժիմը գնալու է պղծություններին, ամեն ինչ անելու է Եվ ոչ միայն, տեսեք, նրանց սիմվոլիկանը սիրում են, պետք էր անպայման Ադրբեջանի դրոշի օրը, նրանց դրոշը ծածանվեր Շուշիում, եւ սրան դա ապահովեցին եւ դա արեցին այնպես, որ դա տեղի ունենա։ Հիմա գալիս է հոկտեմբերի 27-ը, երբ որ հոկտեմբերի 27-ը երկու ուրեմն իրադարձություններ եղել, շատ ցավալի, որ տեղի ունեցավ ազգային ժողովում, բայց միևնույն ժամանակ ոցվել է վերապահ։ Եվ ես կարծում եմ, որ այս սատանայապաշտերը, ինչպես սիմվոլիկաներ է բաժանում։ Այո, դրա համար եմ ասում, եւ կիրակի օրը եւ դրա հաջորդ օրը մենք ինչ ենք անելու։ Այստեղ նայեք ինչ անում։ Հենց օգտագործելու համար գուցե նաեւ հոկտեմբերի 27-ին գրոհելու նման նախաձեռնություն իրեն պատրվակել է։ Պատրվակի համար պետք է այսպես ասած պրովոկացիա։ Եվ հիմա օղանավանքում նրանք պատրաստում են կիրակի օրը այդ պրովոկացիան։ Կարող է լինել ժողովրդի կողմից այսպես ազնիվ ընդվզում, եկեք մենք էլ գնանք այնտեղ եւ թույլ չտանք Տեր Արամը այդ արական, ճիշտ ձեր ասած Ստեփան Ասատյանը այդ արարողությունը կատարի եւ բացի մեր այսպես ասած սուրբ պատարագի արարողությունը, բայց այստեղ կարծում եմ թե զգացմունքային մոտեցումը ճիշտ չի լինի, որտեղ այստեղ ամենաճիշտ դիրքորոշումը կարծում եմ տարեց եկեղեցին, թողնելով որ Ասատյանին այդտեղ արարողությունը արգելելու ճիշտ գործընթացը ոչ թե եկեղեցին պետք է անի կամ եկեղեցին ժողովրդին առաջնորդի դա կանխելու, այլ սա իրավական հարց է եւ հատուկ դիմեցին իրավապահմանները որ գնացեք այս հարցը խոցեք, որտեղ այս մարդը այսպես օտար գույքին է դինորություն անում, իսկ գույքը պատկանում է եկեղեցին եւ արարողակարգ եւ այլն եւ հայոց առաքելական եկեղեցուն այս մարդը օտար մարդ մտել եւ բացում է եւ ճիշտ արեցին որ թողեցին այնտեղ, ասեմ ավելին Օհանական գյուղը շատ փոքր է փողոցներով։ Այս խամաճիկները մի քանի հազար իրենց ակտիվին հավաքելով, գուցե ավանդավորական շրջանակներին հավաքելով, այո, ոստիկաններին բերելով, ոստիկանների ընտանիքներին բերելով, կարող են այնպիսի տպավորություն այդ փոքր նեղ փողոցներում ստեղծեն, որ բազմահազարանոց այսպես համախոհների շրջանակում։ Դուք իրապես մտածում եք, որ այս իրավապահ մարմինները կարող են ինչ-որ գործողություն անել, որ բխում է օրենքի տարից, հա, մտածում եք, որ իրոք, հա, այդպիսի իրավապահներ կան, կամ որևէ մի ծառայող, ասենք, չտեսեք ոնց են իրենց դրսևորում։ Դուք պատկերացրեք, եթե խուլիգանությունները, այդ հայհոյանքները, կամ դրա կեսի չափ տար հակառակ կողմից մեկը, ինչպես է ծալելու փռերն այդտեղ ասֆալտին, տանեին եւ արդեն քրեական գործեր հարուցած։ Դուք տեսաք մեկի մազին կտնեն։ Իհարկե ամեն ինչը պլանավորված է։ Դուք տեսել եք 3 մարդ սպանած, այսինքն 3 մարդու վրա կրակած, որոնցից 2-ը մահացել են, այդ ուրեմն հանցագործին ինչպես են ուղեկցում նստացնում մեքենա, եւ ինչպես են տանում, ասենք, դատապաշտպան Կոչուբաևին Facebook-ում գրառում անելու համար։ Դե դա հատուկ է արվում վախի մթնոլորտը սերմանելու եւ տարածելու համար, իմ այս անդրադառնամ դրան։ Ես համաձայն եմ, որ պետք է իրավապահներին դիմել, որովհետեւ դիմում մնա, հետագայում բոլորը պիտի պատասխան տան։ Եկեղեցու կողմից ամենաճիշտ քայլն էր եւ կարծում եմ դա հենց այն է ինչ պետք է անოთ, հակառակ դեպքում մնում է ձեր ասած ժողովրդին կամ ձեր մեր ասած չէ, ընդհանրապես մյուս տարբերակը ժողովուրդը գնալու եւ այնտեղ կանխելու, բայց դա հենց Նիկոլի Ջրաղացին ջուրլեսի բախում կրին, մեծ ինքը սադել է, պատկերացրեք գյուղը փոքր է, ինչպես է այն ամբողջական շրջապատված նելու ոստիկաններով դու չես կարողանալու մտնես մոտենաս անգամ եկեղեցու, լավ վերնորդ այսպես իրենց համար այսպես խթաներ հանդիսանելու, հետո այդ ամեն ինչը տեղափոխելու էշմիացի։ Այնպես որ այս առումով կարծում եմ եկեղեցու խնդիրը ճիշտ ձևակերպված եւ քայլարված է, մեր կողմից ինչ կոնտր քայլ կա այդ դեպքում, եթե նրանք գնում են այսպես գրավելու անպայման։ Հիմա մեկը կկարողանա գնալ էշմիացին, թե չի կարողանա, բայց Կիրակի օրը իրենց գյուղերում, իրենց եկեղեցիներում, իրենց քաղաքներում իսկով կարա գա էշմիացին, որ ցույց տա, որ հավատավոր ժողովուրդը իր եկեղեցում եւ իր եկեղեցու գլուխ վեհապարի կողմից։ Իմիտատիվ լեցուն են, պարոն Ապարյան։ Անշուշտ, եւ ինչքան սրանք ճնշումը շատացում են, այնքան եկեղեցիները ապարժեքային այս ճնշումը բերելու է արժեքային դիմադրություն։ Դե դի սատանային տեսնես որ վազես ասում։ Այս առումով իսկ ինչ վերաբերում է երկուշաբթի օրվան ձեր ասած հոկտեմբերի 27-ը եթե կփորձեն որ Պետք է կարելի է գնալ։ Մենք անշուշտ պետք
պետք է պատրաստ լինենք մեր եկեղեցին եւ վերաթարին պաշտպանել։ Եվ ամենակարևորը, ինչպես ասացինք, քանի որ սա տասնամյակների ծրագրավորված է եւ տասնամյակների ընթացքում հնարավոր ինչպես մենք տեսնում ենք ձայնագրություններ, ամեն տեսակի ձայնագրություններ կարող են լինել, նույնիսկ կեղծ ձայնագրություններ, նույնիսկ պիղծ ձայնագրություններ, մենք պետք է պատրաստենք, այո, մենք պետք է պատրաստենք, որ եթե նման անգամ քայլեր անեն այս պիղծեր, որտեղ իրենք նման քայլերի պատրաստ են, մենք այդ ամենին ընդհանրապես ունենք մեկ պատասխան։ Ես ուզում եմ այս պատասխանը շատ հստակ շեշտադրված ասենք։ Ետիցս գնա սատանա։ Սա այն պատասխանն է, երբ Քրիստոսին որևէ հարցով ուզում էին գայթակղեցնել, նա այդ պատասխանն էր տալի. Ետիցս գնա սատանա։ Այսինքն հետևս անցի, առջևս մի գնա, ինձ մի առաջնորդի։ Իսկ մենք 18 թվականին թերևս չկարողացանք այս իմաստությունն ունենալ եւ չկարողացանք սատանային ասել ետիցս գնա եւ մենք գնացինք սատանայի ետևից եւ հայտնվեցինք այսօրվան։ Բայց գոնե հիմա պետք է ունենանք այդ հոգեվոր իմաստությունը եւ ասելու ետիցս գնա սատանա։ Եթե անգամ նման պիղծ ձայնագրություններ, չգիտեմ, պրովոկացիաներ փորձեն մեզ շեղելու, պատասխանը պետք է լինի ոչ թե հավատան գնաց, այլ ասելու ետիցս գնա սատանա։ Որ նման սադրանքներ լինելու են եւ նման ուրեմն նոր վիդեոներ են, վաղուց պահած ունեն, բրիտանացիք չեն, իզուր չեն եկել, բոլորի տներում, չգիտեմ, զուգարաներում ինչեր ասես տեղադրած կլինեն, որպեսզի կարողանան, ախր ոչ մեկ հարց չի տալի, որ դա անօրինաբար ձեռք բերված, ուրեմն ձայնագրության վրա, ով է ուզում հաղորդագրություն տա։ Դուք իրավունք չունեք քրեական գործառույթ։ Չկա նման բան։ Անօրինական է եւ վերջ։ Այսինքն բոլորը ձայնագրությունը եւ ամեն ինչը, այո, ետիցս գնա սատանա, որովհետեւ իրենք բազմիցս սապացել են, որ իրենք հենց ծառայում են սատանային։ Պարոն Մակարյան, ուրեմն ես կուզեի շատ կարճ երկու բառով ինչ լուծում եք առաջարկում։ Մեկ, ամբողջությամբ պետք է, ինչպես այս բանաձևը քիչ առաջ ասացա, այս բանաձևին պետք է հետևենք, որտեղ իրենք օգտվում են դրա հակառակ, հակոտնյա բանաձևից, իսկ որն է ատելությունը, չարությունը, վախը, հիասթափությունը, տագնապները, ստրեսները, դեպրեսիաները, անընդհատ ժողովրդի մեջ լցնել, դա է իրենց զենք, իրենք սնվում են դրանից, որքան բացական էներգիա, այնքան հզոր են իրենք։ Որքան ատելություն հասարակության մեջ, այնքան հզոր են իրենք։ Իրենց զենքը դա է, իրենց սնունդը դա է։ Հետևաբար այդ ճանապարհով գնալու դեպքում մենք միայն նրանց ջրաղացին ենք ջուրում։ Երեկվա դեպքը ինչու այդքան մեծ դրական արձագանք ունեցավ, որտեղ այն կառուցված է ոչ թե ատելություն սերմանելու վրա, այլ բոլորը խոսում էին օրհնությունից։ Հասկանում եք, թե ինչն է երեկվա դեպքի ամենակարևոր բանալի հաջողության տեղը, որ բոլորի մոտ գեներացում էր այդ օրհնության գաղափարը, որ այս նորապսակները օրհնվեցին, եւ այդ օրհնությունը տարածվում էր մեր բոլորիս մեջ։ Իսկ այդ մոտը մենք չկառուցեցինք դա այդ Ասատյանին, այսպես լուտանք թափելու կամ քննադատելու կամ նույն ատելության խոսքը շարունակելու, ոչ, մենք գնացինք օրհնության ճանապարհով։ Լուծումը հետեւաբար մեկն է՝ գնալ սիրո, օրհնության, ճշմարտության, հետևողականության, այո, հոգևոր ընտրության եւ բարոյական որոշման եւ կամային գործողության վրա եւ այդ ամեն ինչը անփոխված փոխադարձ սիրո մեջ։ Սիրո մեջ ամենից առաջ ինքներս մեր հանդեպ։ Խոսքը չի գնում չարի հանդեպս է, խոսքը գնում է մենք մեր հանդեպս է։ Մենք պետք է վերականգնենք սերը արարիչ Աստված, մենք պետք է սերը վերականգնենք մեր ազգային համակեցության կյանքում, ինքներս անձնային մեր հարաբերությունների մեջ եւ մենք կտեսնենք, թե ինչպես է մեր հավատքը զորանում, որտեղ երկնային օրհնություն է իջնելու, եւ մենք կարող ենք տեսնել, թե այս փորձություններից հետո հայոց առաքելական եկեղեցին ոնց է վերհարնելու, որպես իր, այսպես կարող է ասել, այս բոժոժից դուրս եկող, այսպես մետամորֆոզային այս հրաշափառ կերպափոխության մի նոր էություն, մի նոր որակ, մի նոր ճշմարտության ցոլացակում, հայտնություն եւ այլն։ Եվ սա այդ կերպափոխության ընթացքով մենք կարանք անցնենք, եթե հաղթարեն ներկայիս բոլոր այս չարիքները, բայց այդ չարիքները միայն հաղթարելու են ճշմարտությամբ, արդարությամբ, աղոթքով, այո, աղոթքով, ապաշխարությամբ, ամենակարևորը զղջումով, ապաշխարությամբ, եւ աստվածային օրհնությամբ ու առաջ։ Իմիջիայլոց հիշում եք, որ գնացել էինք ապաշխարության աղոթքի հետ նույն հովանավանք, եւ այն ժամանակ ես դեռևս համոզված էի, որ այս մարդը նորմալ, ուրեմն հոգեորական է։ Եվ երբ որ պատարակ հավարտվեց, պետք է ապաշխարության աղոթքը սկսել, ես մոտեցա նրան, մտածելով, որ ինքն էլ է մասնակցելու, եւ գիտեք ինչ կա, այդ
փախցնող հայացքը, նույնիսկ ընկերներից մեկը ավետիսին ծանոթացնում էի, որ ասեի, որ այս քահանան այս վանքում էսպես, նա խուսափեց էցան ու փախավ մտավ ու չմասնակցեց ապաշխարության աղոթքին։ Դա երևի պետք է նշան տալ։ Ես զարմացա ճիշտն ասած, մտածեցի, որ ինչ-որ խնդիր կա եւ ինքը չմասնակցեց ապաշխարության աղոթքին։ Հիմա հասկանում եմ, թե ինչու։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, շատ շնորհակալ եմ ձեզ այս բարոյական հետաքրքիր զրույցի համար։ Մենք անպայման կշարունակենք տարբեր թեմաներով զրուցել այս հարթակում։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն այս կամ մոտավորապես այսպիսի մի հարթակում եւ օրվա թեմաներից բացի, ինչպես Վարդան Մակարյանը ասեց, ինչ անել բացատրելու եւ այդ ինչ անելու մասին զրուցելու համար։